Եկեք անցկացնենք մեկ օր միասին հիվանդանոցով, առաջին հերթին բացում ենք պատուհանը և անցնում ենք լոգարան լվացվելու։ Հետո Հովել խաղում է իր անձեռոցիկի տուփով, մինչև ես հավաքում եմ մեր հիվանդասենյակը և ահա վերջնական տեսքը հավաքված։ Հետո մենք գնում ենք միջամտությունների սենյակ, որպեսզի փոխեն Հովելի կաթեդրը և հակաբիոտիկը սրսկի։ Հետո Հովելը խաղում է իր տարօրինակ խաղալիքներով, իսկ ես վայելում եմ իմ սուրճը։ Դե ինչպես հասկացաք, վայելել եմ մի քիչ ճոխերասված։ Այնքան ենք խաղում Հովելի հետ, մինչև ինքը իր ամբողջ էներգիան սպառում է, ու իմն էլ հետը։ Հետո ինքը քնում է, ես էլ եմ գնում քնելու, որ հանգստանամ։ Հետո մեզ գալիս է տնից փաթեթ, մրգեր, ժելե, հաց, սուրճ և սուպիկ։ Մի լավ քնից հետո Հովելը արդեն արթնանում է ու մենք միասին պարում ենք։ Չգիտեմ խի ես կան ուրախ, ճիշտն ասած։ Գնում ենք ճաշարան և ուտում ենք մեր սուպիկը, ինչպես տեսնեք Հովելը այստեղ կարտոֆիլից հրաժարվում է, բայց միսը շատ մեծ ախորժակով, հավեսով ուտում է։ Դե ինչպես արդարությունը պահանջում էր, ես էլ ուտում եմ կարտոֆիլները։ Հետո Հովելի թուչիկներին քսում եմ կռեմ, որը մեզ տվեց մեր բժշկուհին, քանի որ իր թուչիկների վրա շատ էր դուրս տվել հակաբիոտիկի պատճառով։ Ճիշտ է, Հովելը շատ էր նեղվում կռեմի հոտից ու չէր թողում, բայց ամեն դեպս ես սկսեցի։ Ամուսինս մեզ համար բերել էր սենց համովություններ, ու ընդամենը 5 րոպեով Կարենին թողնում են, որ գա մեզ տեսակցության։ Հետո մենք արդեն պետք է անցնենք մեզի անալիզ ու դրա համար սենց լիքը պարում ենք, մինչև որ անալիզի համար պատրաստ կլինենք։ Մոտ 1 ժամ պարելուց ու խաղալուց հետո Հովելը շատ հոգնեց ու 2.5 ժամ քնեց, հետո մամաս եկավ մեզ հյուր, Հովելը արդեն արթնացավ ու մենք ուշադրություն խնդրում եմ տոպրակով սկսեցինք խաղալ, որ Հովելը ուշադրություն դարձնի մեզ ու խելոք մնա, մինչև որ պետքա իր սիստեման ստանար արդեն։ Հետո մեզ մոտ արդեն մրգի ժամ էր, վիտամիններով հարստանալու համար, մի հատ տեսեք ստեղ Հովելը ոնց է բանանից ուրախանում։ Վիտամիններով հարստանալուց հետո մեզ մոտ արդեն քնի ժամ էր։ Եվ մինչև այստեղ ես Հովելին եմ քնեցնում, կցանկանամ ասել, որ ես վերսկսում եմ վարել իմ բլոգը, և եթե ձեզ դուր է գալիս այս վիդեոն, այս ֆորմատը, ապա լայքեք, կոմենտներում ինձ քաջալերեք, որպեսզի շարունակական լինեն վլոգները և այլ վիդեոները, նաև կոմենտներում գրեք, թե ինչպիսի վիդեոներ կուզենաք տեսնել իմ էջում։ Դե իսկ ես ձեզ բոլորիդ հաջողություն եմ մաղթում և խոստանում, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։